Հարգելի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներ, հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, երևի թե այսքան մասնագետների հատկապես տենց իրենց գործի գիտակներից հետո մասնագիտական կամ ինչ-որ գնահատական տալը բարդ կլինի ու անշնորհակալ գործ կլինի, դրա համար ես ավելի շատ կխոսեմ քաղաքական եղելությունից եւ հատկապես խոսքս ուղված կլինի երիտասարդ սերունդին, ովքեր չեն ապրել մարտի 1-ը, չեն տեսել մարտի 1-ը, իսկ հիմա շատ հաճախ իրենց փորձում են այդ ներկայացնել որպես երկու կողմերի բախում, որի արդյունքում եղան 10 զոհերը եւ 300-ից ավել վիրավորները։ Ընդհանրապես մարտի 1-ը, երբ որ ես հիշում եմ, մարտի 1-ը իմ համար մեղավորության զգացողության ամենամեծ ապրումն է եղել, որովհետև կրակոցներից րոպեներ առաջ, երբ որ տնից զանգեցին ինձ, ես փորձեցի գնամ գործի տեղից հետ զանգեմ տնեցքին, որ համոզեմ իբր ես փողոցում չեմ, որովհետև այն ժամանակ մենակ պարզապես այդ ակցիաներին մասնակցելը արդեն լուրջ վտանգ էր, երբ որ մտա գործի տեղ, պատուհանից արդեն այդ լուսարձակող ավտոմատների կրակահերթերը տեսա, ու երբ որ զանգեցի հետ իմ ընկերներից մի կերպ կապվեցի այնտեղ, ինձ ասեցին չմոտենալ, որովհետև կրկնում եմ շրջափակման մեջ ենք եւ անիմաստ է, որ մի կողմից էլ չես կարող մոտենալ, այսինքն այդ կրակոցները, երբ որ ասում են իբր ժողովրդին հանգստացնելու համար է, իրանք շրջափակման մեջ չէին։ Ընդհանրապես Քոչարյանի սիրած գործողություններից մեկը դա Կոլցո օպերացիան էր։ Ինքը չէր ցրում միտինգները, ինքը շրջափակում եւ պատժում էր մինչեւ վերջ։ 2003 թվականին մարտի 1-ին նախորդած հրապարակում Կոլցո օպերացիան, երբ որ վրանների մեջ ջարդեցին վրանների մեջ քնած ժողովրդին, իսկ դրանից հետո արդեն եղավ մարտի 1-ը։ Շատ բան կարելի է խոսել մարտի 1-ից, կարելի է ասել, որ այդ ամեն ինչը սկսվեց նախընտրություններից, երբ որ սեփական աչքերով ես տեսնում էի ծեծված վստահված անձին, գլուխը բացված եւ այլն, դուրս վռնդված վստահված անձին, կընտրատեղամասերից, նմանատիպ դեպքեր, որից հետո, ասենք 5 համարի միկրոավտոբուսներ, որոնք Ավանից եկել էին ու ընտրողներ էին, չգիտես ինչի հարավ-արևմտյան թաղամասում տեղափոխում, որից հետո եղավ խաղաղ-հավաքների ժամանակ եղավ Կոլցո օպերացիան, որից հետո եղավ այդ։ Այս ամեն ինչի մասին շատ չեմ ուզում խոսել, շատ բաներից խոսվեց, բայց մի բանի մասին ենք մոռացել, ես այդ ցինիզմն եմ ուզում պարզապես իրանց ցուցաբերել։ Հասկանում եք 10 զոհ, 300-ից ավել վիրավոր միջադեպ է, ու դրա արձագանքը Աղվան Հովսեփյանի եւ ՀՔԾ պետի նաեւ տեսանկյունից ինչ-որ պոակ են ստեղծել, ես հիմա անունն էլ չկարողանամ հիշեմ, հոգեբանական վերլուծության կենտրոն պոակ, եթե չեմ սխալվում, Սամվել Հարությունյանն էր դրա տնօրենն, ես իրան մի անգամ հանդիպել եմ ու շատ անկեղծ իր մասին արտահայտել եմ իմ կարծիքը, հիմա չգիտեմ ուր է եւ ինչ է անում, ինչ էր ասում այս պոակը, որ եւ Աղվան Հովսեփյանը, որ հոգեբանական դիվերսիա տեղի ունեցել մարդկանց նկատմամբ։ Օգտագործվել են նեյրոլինգվիստիկական բառեր, որոնք հոգեխանգարմունք են առաջացրել, իսկ այդ բառերն էին հայրենիք, ընտանիք, ազատություն, ու մի բառ չեմ հիշում, տենց երկնել կա լավ էլի, կարող եք լսել ու հիշել բառեր։ Հասկանում եք, այս մարդիկ այնքան ցինիկ էին, որ այդ զոհերին, այդ վիրավորներին ավմանում էին հոգեխանգարվածներ, ու ասում էին, որ այս բառերն են եղել։ Ու այդ մարդիկ այսօր այստեղ նստած խոսում են ամեն օր, ամեն երկրորդ բառը արյուն, յաթաղան ու տես բաներից, թուրք, չգիտեմ ինչ, բայց մեզ էին մեղադրում այն ժամանակ հոգեխանգարմունքի բառեր օգտագործելուց։ ՀՔԾ պետը լուրջ դեմքով պնդում էր, որ մարդ են ուղարկել Ռուսաստան, որ վերապատրաստվի, հետո վերադառնա ու հասկանա, թե ոնց են հիպնոզ արել այս բառերով մարդկանց, որպեսզի մարդիկ ելնեն տենց փողոց ու չգիտակցեն ինչ են անում եւ այլն եւ այլն։ Բայց նորից եմ կրկնում, մարտի 1-ը դա 2003-ի նաեւ հետևանքներ, երբ որ առաջի անգամ Կոլցո օպերացիան երևի շատ սրտով եղավ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան սիմբիոզին, ես բնության մեջ ավելի լավ սիմբիոզ չեմ հանդիպել, քան այս երկուսն էին, որից հետո ինքը սկսեց այդ բոլորս կհիշեն, քաղաքական, նույնիսկ հիշում եք, երբ որ արգելեցին միտինգները, դրանից հետո քաղաքական զբոսանքներ էր։ Այդտեղ էլ, երբ որ փորձում էին մեզ ցրել, չէին ցրում, գալիս էին այդ Կոլցո օպերացիան էին անում, որովհետև Քոչարյանի նպատակը եւ այդ ժամանակվա իշխանությունների նպատակը պատժելն էր ժողովրդին, որ մյուս անգամ հանկարծ չփորձվեն խոսել սեփական իշխանությունից, որ մյուս անգամ չփորձվեն խոսել կյանքի իրավունքից սեփական եւ չփորձեն պնդել, որ իշխանությունը պատկանում է իրանց, ոչ իշխանությունը մինչեւ հիմա էլ իրանք պնդում են, որ պատկանում է էլիտաներին։ Այս դրա համար էր արվում այդ Կոլցո օպերացիան եւ Միեդը հենց այս է արձանագրել, երբ որ ասել է, որ սա համակարգված գործողություն էր, այո, համակարգված գործողություններ էին,
ժողովրդին թույլ չտալու, մտածելու նույնիսկ սեփական իշխանության մասին։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։